Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Իզուր չեն ասում, մարդու անկումը սկսում է սեփական մեկ քայլից, մինչև հատակ մնացած քայլերի տերը անդունդն է։ Բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու թմրամիջոցների ապօրինի շրջանառության ինչպես հակաօրինականության, այնպես էլ դրանց գործածման դեպքում առողջության վրա ներազդող կործանարար հետևանքների մասին։ Մեր այսօրվա տեսանյութի հերոսներին տեսնելուց կհամոզվեք եւ ավելի պատկերավոր կդառնա մեր ասածների ճշմարտացիությունը։ Սույն թվականի հունիսի 10-ին ԼՂ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքվարչության եւ ԼՂ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս զննության է ենթարկվել Մայրաքաղաքի Մղթար-Սպարապետ փողոցի թիվ 22 տունը, որի առաջին հարկի առանձնասենյակում հայտնաբերվել են ներարկիչներ, տարբեր դեղահաբեր, թիթեղյա տարակ, կակաչ բուսատեսակի գլխամասնիկներ։ Հայտնաբերվածից կարելի էր կռահել, որ առանձնատանը գտնվող անձիկ թմրամիջոց էին պատրաստում, երևի թե գործածելու համար։ Առանձնատանը գտնվողները երկուսն էին, ովքեր էլ բերման ենթարկվեցին ԼՂ ոստիկանություն։ Նրանց անձը ծանոթ էր ոստիկաններին, Մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի 23 շենքի 15 բնակարանի բնակիչ 50-ամյա Ալեքսանդր Ադամյան եւ Հեքիմյան փողոցի 3B շենքի 54 բնակարանի բնակիչ 49-ամյա Արթուր Հայրապետյան։ Ընկերներ են։ Նրանց ընկերությունը տարիների պատմություն ունի։ Հաջորդ ընդհանրությունը կատարած հանցագործությունների բնույթով է պայմանավորված։ Ալեքսանդր Ադամյանը նախկինում 3, իսկ Արթուր Հայրապետյանը 6 անգամ էր դատապարտվել։ Երկուսի դատվածությունների պատճառը թմրամիջոցներն են, որոնց հանդեպ նույնիսկ հիմա անտարբեր լինել չեն կարող։ Խոստովանում են, որ տարիների վեր թմրամիջոցներ են գործածել, որի հետևանքներն անզեն աչքով անգամ տեսանելի են։ Ունեն բազմաթիվ առողջական խնդիրներ, սակայն չեն ուզում խոստովանել, որ դրանց առաջացման պատճառները թմրամիջոցների գործածմամբ են պայմանավորված։ Ազատազրկման վայրում անցկացրած տարիներն անգամ իզորու չէին ուղղել նրանց եւ հետ պահել չարիքի ճիրաններում հայտնվելուց։ Փաստի արդիվ հարուցվել էր քրեական գործ, տարբեր նախաքննություն։ Պարզվել էր, որ օրեր առաջ Ասկերյանի շրջանի Դաշուշեն գյուղի տարածքից ապօրինի առանց իրացնելու նպատակի քաղելու եղանակով ձեռք էին բերել կակաչի թփեր։ Տեղափոխել Մղթար-Սպարապետ 22 հասցեում տեղակայված առանձնատուն եւ որոշել ապօրինի պահել այն։ Ընդամենը 2 օր անց ներկայացել են Ալեքսանդր Ադամյանի եղբորը պատկանող վերոնշյալ առանձնատուն եւ օգտագործելով կակաչի գլխիկներն ու դեղամիջոցները պատրաստել ափիոն տեսակի թմրամիջոց, ինչն էլ ներարկելու համար հավաքել են ներարկիչների մեջ։ ԼՂ իրապահ մարմինների աշխատակիցների կողմից հայտնաբերումից հետո այդ ամենն արգրավեց եւ ուղարկվեց փորձաքննության։ Գցամ յուղով Իմ հետ ես գնացել։ Արտուրին։ Նկատալամ մին ծառ փոքր տվալ է всё։ Ինչ ես արել հետո։ Ուր ես բերել։ Բերամ իմ ախպորտում։ Որի մեկից թաքուն ես բարել թե տեսանելի վայրում։ Մենա հայաթումը վեր գցածն է։ Ինչ պիտի անեիր։ Էփեի խմեի։ Եվ ստացվեց։ Կա փոշմանություն։ Это արտահայտություն է, դա ուժի մեջ եմ ասակենամ այդ փշմանած վիճակը։ Թմրանտ օգտագործելը դա Страшно պենո։ Նրանց երկուսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ԼՂ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խոշոր չափերի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու եւ պահելու որակող հատկանիշով կատարված հանցագործության համար։ Ալեքսանդր Ադամյանը եւ Արթուր Հայրապետյանը կալանավորված են։ Քրեական գործի նախաքննություն ավարտվել եւ ուղարկվել է ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Իսկ այժմ ձեր ուշադրությանն եք ներկայացնում Հանրապետության տարածքի օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համառոտ տեղեկությունները։ Սույն թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 11 ընկած ժամանակահատվածում մարմնական վնասվածքի առաջացմամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 1 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 5 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածքներ։ Օգոստոսի 8-ին ժամը 7:45-ի սահմաններում Ռոբերտ Բախշյանը վարելով Opel Astra G ավտոմեքենան
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4 կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը եւ 4 ուղևորներ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն։ Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 7, գողության 2, պաշտոնական լիազորությունների չարաշահելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, խարդախության մեկական հանցագործության դեպք։ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում արձանագրվել է 144 ահազանգ, որոնցից 115-ը բուժ հաստատությունների ստացված կենցաղում անզգուշությամբ առաջացած վնասվածքների, 8-ը հեռախոսի կորուստի, 4-ը հրդեհի, 2-ը միայն նյութական վնասի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների, իսկ մնացածը այլ բնույթի վերաբերյալ դեպքերի։ Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր է մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը եւ օրենքով սահմանված կարգով ընդհանցքավորել դրանք։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար նշված ժամանակահատվածում վարչական պատասխանատվության է ենթարկվել տրանսպորտային միջոցների 290 վարորդներ, որոնցից 17-ը անսթափ վիճակում, 196-ը սահմանված արագությունը գերազանցելու, 13-ը առանց վարորդական իրավունքի, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Բարին ձեզ։